Իսկ պատրաստելիս միշտ մտածում եք միայն ուտեստի մասին, թե հոգսերն եք հիշում, թե պատրաստելիս ամեն ինչ մոռանում եք։ Մոռանում եք կարելի ասել։ Կամ բոլորովին մոռանում ենք, կամ էլ հակառակը։ Մտածում ենք ամեն ինչի մասին։ Եվ այստեղ ավելացնում ենք հոլանդական պանիր։ Պետք է քերել։ Ահա։ Հոլանդական պանիրը կարելի արդյոք փոխարինել սովորական մեծ լորի կամ չանախպանրով։ Անպայման։ Յուղային պանիրն է, որ Յուղ, հա։ Այո, անպայման։ Կան աղցաններ անգամ որտեղ ավելի ցանկալի է օգտագործել սովորական մեծ պանիրը։ Ավելացնում ենք մի քիչ սեր, կաթի սեր։ 1.5 ճաշի գտալ։ Նորից խառնում ենք։ Սպորտային խաղերի հետևում եք ֆուտբոլ, ասենք բասկետբոլ, չգիտեմ, տղամարդիկ հիմնականում ինչ են նայում։ Ու հետևում եմ շատ բոքս։ Բոքս։ Բացետից արդեն պարապում է, սիրում է։ Պարապում եմ բասկամարդ։ Հետաքրքիր խոհանոցը եւ փաստորեն այդ սպորտային է։ Կարևոր չէ։ Կարելի ասել որ Եվ ստեղ ավելացնում ենք մի քիչ պոպոկ։ Այսքան անընդհատ ուտեստների հետ շփվելուց հետո հագեցվածության զգացողություն լինում է, թե միևնույն է, ասենք Չէ, միևնույնն է։ Քաղցի զգացում, համեղ սնվելու ցանկություն միշտ կա։ Միշտ կա։ Շատ լավ։ Աղցանը պատրաստ է։ Աղցանը պատրաստ է։ Ապսեկարով так սարավոսնի։ Ես ապսեկարով եմ։ Սա նույնպես փաստորեն մեկ բաժնի համար է, չէ՞։ Ահա, բոլորը մեկ բաժնի համար է։ Այստեղ ավելացնում ենք գինի։ Իսկ գինուց հրդեհներ չի ստացվում։ Ինչ որ բանով կարող ենք խաղալ։ Ծածկել։ Եթե չէ։ Լավ։ Իսկ գինին այլ սպիրտային խմիչքով փոխարինելու տարբերակ կա, թե ուտեստները միսը հիմնական միայն գինով է պատրաստվում։ Օրինակ գարեջը ցանկալի է գինիով լինի։ Լավ, իսկ կարմիր թե սպիտակ կա տարբերություն, թե տարբերություններ կա։ Մենք ավելացրեցինք կարմիր։ Կարմիր գինին, ու սպիտակ գինին ուրիշ համա, կարմիր գինին ուրիշ համա։ Շատ լավ։ Սովորաբար խաղաղի տարբերություն կա, չէ՞։ Այստեղ փաստորեն նաև ձևավորումը կարծես ինքնին հենց աղցան լինի։ Հազարի եւ գազարի այսպես համադրումով։ Դու աշխատես ֆանտազիան նծանես, որ դիմացնել։ Թե հետաքրքիր։ Իսկ լինում է որ գիշերը քնելուց արդեն պարկել եք անընդհատ ինչ որ այդ ուտեստներն են գալիս աչքի առաջ կամ մտածում եք ինչ նոր ձևավորումներ պետք է արվեն։ Դրանով ոչ մի խոսք։ Ստեն ձեր ապրելակերպն է դարձել այս ամենը։ Բայց մենք որ գնում ենք տուն, արդեն բոլորը հագենում են խոհանոցի հոտից։ Հոտից արդեն։ Բայց հավատնեք մենք որ խոհանոցում հաշ ենք ուտում ամերա։ Գնում ենք տուն ենք հացնում։ Սովորաբար այդպես է, պատրաստելուց հետո արդեն այդ քաղցի զգացողությունը չի լինում, թե այդ հոտերի ազդեցությունը թե աչքն է անընդհատ տեսնում։ Գրեթե պատրաստ է, հա, ամեն ինչ։ Ինչպես է։ Մոմբերմիշ։ Ահա։ Խնայելով մնացորդները։ Շատ ժամանակ ասենք հույրը կամ ես իմ ընկերա բարեկամը նստած, այս ապսես կոկտեյլը վարունգները ինձ թվում հաճելի կլինի իր համար։ Այն արևածաղիկի նման կզբաղվի։
Всё։ Եվ այսպես մեր ուտեստը կարծես թե պատրաստ է։ Իդեպ հիշեցնենք, որ վրան ավելացրեցինք քերած պանիր, հոլանդական եւ ընկույզ, եթե ճիշտ նկատեցի։ Եվ նաեւ Գևորգը մեզ համար պատրաստել է գոջի, քանի որ այս տարի խոզի տարին է, հա։ Ոնց որ տղաս ասում, Միրանաս ասում, «Պապա գոջին ուր է, բառած գոջի ոնց գալիս եղան, խնդրեմ»։ Շատ գեղեցիկ։ Լավ, պատրաստ են մեր ուտեստները։ Վերհիշենք բաղադրատոմսը եւ հետևենք խոհարարների աշխատանքին։ Վաթսոնի սիրելի ուտեստը։ Հավի կրծքամիս 100 գրամ, սունկ 40 գրամ, ընկույզ 30 գրամ, կարմիր տակտեղ կես հատ, կարմիր գինի 30 գրամ, հոլանդական պանիր 20 գրամ, աղ։ Գևորգը հավը համեմեց աղով, մարեցրեց սունկը, ավելացրեց սունկն ու ընկույզը հավի ֆիլեին, նաև կարմիր տակտեղ եւ փաթաթեց ու տապակեց, ավելացրեց կարմիր գինի, վերջում ավելացրեց հոլանդական պանիր եւ ընկույզ։ Աղցան։ Ձու 2 հատ, եգիպտացորեն 40 գրամ, մայոնեզ 1 ճաշի գթալ, թթվասեր 1 ճաշի գթալ, հոլանդական պանիր 30 գրամ, կաթի սեր 30 գրամ, ընկույզ 20 գրամ, խմելի սունելի, սև պղպեղ աղ։ Արսենը նախապես եփած ձուն կտրատեց, ավելացրեց եգիպտացորեն, համեմեց աղով, սև պղպեղով ու խմելի սունելիով, ավելացրեց մայոնեզ, թթվասեր, քերած հոլանդական պանիր, կաթի սեր եւ ընկույզ։ Կարող եք համտեսել։ Շնորհակալություն այս համեղ կերակրատեսակների համար, նաև իհարկե գոջիի համար, որը շատ լավն էր եւ կարծում այնքան էլ դժվար չէր պատրաստելը։ Ձեզ էլ շնորհակալություն այս։ Շնորհակալ եմ, ինչ հանդիպում։ Շնորհակալ։ Գնումներ կատարելիս մի փոքր համակարգված գործեք։ Եվ եթե չստացվի, դիմեք մեզ, հիշեք, որ մենք միշտ ձեր կողքին ենք։ Եվ որ ամենակարևորն է հիշեք, որ բոլոր խնդիրները հեշտությամբ են լուծվում, երբ ընտանիքը հավաքվում է հացի։ Մինչ նոր հանդիպում։